Քրիստոս ծնվավ եւ հայտնվեցավ։ Ամեն փառք Տիրոջը։ Եղբայրներ եւ քույրեր, այս ծնունդով մենք ոչ թե միայն պիտի սկսենք ուրախանալ, այլ այս ծնունդը մեզ համար պիտի դառնա կյանք, որովհետեւ այս ծնունդով քեզ համար եւ ինձ համար մի բարեխոսք ծնվեցավ։ Քո մեղքերի եւ իմ մեղքերի համար։ Որտեւ Աստված մի զոհ տվեց իր որդուն, որ մարդկային ինչ-որ մի էակ չէր կարա բարեխոսի քո փոխարեն, այդ Աստծո առջև։ Եվ այսօր դրա համար այս ծնունդը թող բոլորի սրտերի մեջ ծնվի, եւ տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը, որ մի ժամանակ մենք մեր մեղքերի մեջ կորած ենք, շաղախված ենք, եւ այսօր համոզված եմ, որ շատ մարդիկ կան, որ մեղքերի ծանրությամբ, մեղքերի բեռով եկել են, այստեղ բարեխոսը Հիսուս Քրիստոսն է, եւ այդ ծնունդով ինքը բարեխոսեց ում համար, իմ եւ քո համար։ Տեսեք ինչ ասում Եսայի մարգարության մեջ, 43:24 խոսքը. Դու ինձ համար արծաթով խնկեղեկ չես արել, եւ քո զոհերի ճարպով ինձ չես կշտասել, այլ դու ինձ նեղացել ես քո մեղքերովը։ Մենք ինչով ենք Տիրոջը նեղացրել, մեր մեղքերով։ Եվ տեսեք շարունակության մեջ ինչ ասեմ, եւ ինձ ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները, իմ պատճառովը եւ քո մեղքերը չեմ հիշում, հիշեցրու ինձ, միասին դատվինք, դու պատմիր, որպեսզի արդարանաս, քո նախահայրը մեղք գործեց, եւ քո բարեխոսները ապստամբեցին ինձ դեմ, եւ ես պիղծ համարեցի Սրբանի իշխաններին, եւ Հակոբը նզով շինեցի, եւ Իսրայելը նախատեցի։ Տեսնում ենք, որ ասում է ինչ է, ասում է քո նախահայրերը մեղք գործեցին։ Եվ ասում է, եւ քո բարեխոսները ապստամբեցին։ Կար այսօր քո նախահայրը, իմ նախահայրը, մեր բարեկամները ապստամբել են Աստծո դեմ, բայց այս ծնունդով, որը Հիսուս Քրիստոս, նա սուրբ բարեխոս է, եւ եթե այսօր եկել ես այստեղ այս վայրը, սիրտդ մի փակի, եւ տեսեք ինչով ենք նեղացրել մենք մեր Աստծուն, մեր մեղքերով ու մեր հանցանքներով, ասում է քո ճարպերով ինձ չկշտացրեցիր, քո եղածով ինձ չբավարարեցիր, որովհետեւ դու ինձ ամեն օր նեղացնում ես քո մեղքերով։ Այս վերջերս երբ որ Այսինքն, որ նոր տարի է գնամ ինչ-որ մեկի տուն, ասում է, գիտեք ժողովուրդ ջան, այսօր մենք ասում եմ, տոնը նշում ենք, Տիրոջ ծննդյան տոնը նշում ենք, չէ, նշել ենք բոլորս է, բայց գիտեք, մի հատ կարող է բան ասեմ շատերին խորհուրդ տվա, Աստված ասում է, էլ իմ ծնունդը մեկ նշի, այլ իմ ասածով ապրեք, ինչ օգուտ է, որ քո երեխեն ամբողջ տարին իր ուզած կամքով ապրի, վերջում բերի քեզ ծնունդ անի։ Միանշանակ դա քեզ ուրախություն չի պատճառելու։ Քեզ ուրախություն է պատճառը, որ քո զավակը, քո երեխեն ամբողջ տարին քո սրտով ապրի, քո ուզածով ապրի։ Քեզ ենթարկվի։ Այսօր Աստված հոգնել է, ասում է, ես հոգնել եմ այդ ճարպերից։ Ես էլ չեմ ուրախանում այդ ամեն բանով։ Այլ ես ուրախանում եմ այն մարդու ապրած կյանքով, ովքեր որ իրանց սիրտը կնվիրեն ինձ։ Եվ ասում եմ, քո բարեխոսներն էլ մեղք գործեցին։ Այո, մեր բարեխոսները մեղք գործեցին։ Մենք էլ մեղավոր մարդիկ ենք, բայց մեկ բարեխոս ծնվեցավ, որի անունը Հիսուս Քրիստոս է։ Թող Տերը օրհնի, Տերը զորացնի, որ այս գալիք տարին, որ մենք պիտի ապրենք եւ հիմա էլ Եթե մարդիկ կան իրանց սրտերի մեջ մեղքերա ծանրացած, ասում է ինչ ասեմ, միայն թե ասում է, ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները, երբ աջնջեմ, ստեղ ասում է, որ դու պատմիր, որպեսզի արդարանաս, այսօր պատմիր, խոստովանվիր ասա, Տեր, ես սխալներ եմ արել, ես հանցանքներ եմ արել, Ես անցանք եմ բարը, որ քեզ մերժել եմ, եւ կար ամբողջ կյանքս, ամբողջ տարիս անց եմ կացնում, բայց մերժված եմ անցկացնում, մեղքերով եմ անցկացնում,
Եվ մենք մեր մեղքերով ինչքան ենք ծանրացրել այդ Աստծուն, ինչքան ենք վշտացրել Հիսուսին, բայց այսօր Հիսուսը բարեխոս է քեզ համար։ Թող այս ուրախությունը ոչ թե մենակ մեր միտքը ուրախանա, այլ մեր սիրտ ուրախանա։ Եվ ուզում ես ուրախացնես այդ Աստծուն, խոստովանվի մեղքերդ, խոստովանվի հանցանքներդ, ու այն ժամանակ Աստված կտեսնի, որ այսօր դու գնահատում ես իր որդուն, գնահատում ես այդ ծնունդը ոչ թե մենակ խոսքով պիտի գնահատենք, այլ մենք մեր մեղքերը խոստովանվելով եւ ազատագրելով, որտեղ մենք շատ անգամ նեղացնում ենք այդ Աստծուն։ Մենք մեր ուզածով ապրում ենք, մենք մեր հասկացողությամբ ապրում ենք ու դրանով վշտացել ենք Հիսուսին։ Թող Տերը զորացնի ամեն մեկից։ Ամեն։ Կանգնեք աղոթքի։